Վանի համայնքում մեծ շուկով նշվեց համայնքի օրը, համախմբելով պետական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, արտերկրից ժամանած պատվիրակություններին, բարերարներին, համայնքների ղեկավարներին և բազմաթիվ բնակիչների։ Տոնական օրը մեկնարկեց հարգանքի տուրք մատուցելով Վանի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի, Բուլղարիայի Հանրապետության պատվիրակության, համայնքների ղեկավարների և այլ հյուրերի մասնակցությամբ ծաղիկներ խոնարհվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, ապա հաղթանակի զբոսայգում տեղադրված Արցախյան պատերազմներում զոհված անեցի զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այնուհետև Մարալիկում տոնական տրամադրությունը ավելի զգալի դարձավ, այս տարի տոնը խորհրդանշական էր կարմիր ժապավեններով։ Օրվա պաշտոնական միջոցառումները մեկնարկեցին դեպի Հայք հիմնադրամի հետ համագործակցությամբ Անի Համալիր մարզադպրոցի ծանրամարտի նորաբաց դահլիճում։ Բացման արարողության ընթացքում Նովի Պազար համայնքի ղեկավար Գեորգի Գեորգիևին հանձնվեց խորհրդանշական մարզաշապիկ, իսկ մարզադպրոցի սաները ներկայացրին ցուցադրական ելույթներ։ Այնուհետև հյուրերն այցելեցին Մարալիկի երաժշտական դպրոց, որտեղ հանդիսավորությամբ բացվեցին վերանորոգված դասասենյակները։ Տոնական երթը շարունակվեց Արկադի Տեր Թադևոսյան փողոցի հարակից տարածքում, որտեղ շահագործման հանձնվեց նոր խաղահրապարակը, այն կառուցվել է բարերար Արագած Պապոյանի նախաձեռնությամբ, համայնքի երեխաների համար ստեղծելով նոր ու անվտանգ ժամանցային միջավայր։ Համայնքի օրվա կարևոր իրադարձություններից էր նաև Մարալիկի Ազատության հրապարակում Աշոտ Ողորմածի և Խոսրովանույշ Թագուհու արձանների բացման արարողությունը։ Նախաձեռնությունն իրականացվել է համայնքի և Ծնունդով անեցի Ռուսաստանում բնակվող բարերարների համագործակցության արդյունքում։ Տարեստարի էլ ավելի նկատելի է դառնում Անի համայնքը ոչ միայն մեր Հայաստանի Հանրապետությունում, այլ արդեն Եվրոպայում և մի շարք այլ երկրներում ճանաչում ենք ձեռք բերում, որը շատ կարևոր նշանակություն ունի մեր բոլորիս համար։ Համագործակցությունները դարձել են Անի համայնքապետարանի աշխատանքի կարևոր բաղադրիչ։ Խոսուն վկան նախորդ տարի Մարալիկի և Բուլղարիայի Նովի Պազարի քույր քաղաքներ դառնալն էր, ինչը Արման Սարիբեկյանի և Գեորգի Գեորգիևի դիտարկմամբ համագործակցությունների նոր դռներ է բացում։ Ինչ է տալիս սա համայնքին, պարոն Սարիբեկյան։ Եվ փոխշահավետ փորձի փոխանակման, տնտեսական, մշակութային, սպորտային համագործակցություն եւ ճանաչելություն։ Առաջին անգամն եմ Մարալիկում եւ միայն սեր եմ զգացել։ Երկու համայնքապետարաններն էլ ունեն շատ ընդհանուր բաներ բոլոր ոլորտների մասով, օրինակ սպորտ, մշակույթ, սոցիալ եւ կառավարման։ Համայնքում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ մարդկանց նմանեցնում են Բուլղարիային։ Հենց դա է պատճառը, որ այստեղ շատ հավանել ենք եւ ավելի են խորացրել Անի համայնքի համայնքապետարանի հետ հարաբերությունները։ Տոնի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան շրջելու բնակավայրերի տաղավարներով, որտեղ ներկայացված էին յուրաքանչյուր գյուղի ավանդույթները, խոհանոցը, արհեստներն ու մշակութային առանձնահատկությունները։ Համայնքի տարբեր բնակավայրերը ներկայացան իրենց ինքնատիպ դիմագծով, ստեղծելով իսկական տոնական մթնոլորտ։ Անի համայնքի բնակիչների կյանքի որակի փոփոխությունը մենք բոլորս ենք տեսնում ու այդ շարունակական է լինելու, վստահեցնում եմ ձեզ։ Անի համայնքում վերջին տարիներին իրականացվել ու ընթանում են տարբեր ծրագրեր, բարելավելով համայնքի բնակիչների կյանքի որակը, նշում են պաշտոնյաները։ Սա էլ հիանալի առիթ էր բնակիչներին հաշվետվություն տալու, թե համայնքն ու կառավարությունը որքան հաջողված համագործակցություններ են ունեցել։ Պետական աջակցությամբ եւ ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացում են կապիտալ շինարարական աշխատանքներ, ճանապարհներ, ջրամատակարարման եւ այլ ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր։ Առանձնակի ուշադրության կենտրոնում է նաեւ կրթական ոլորտը։ Այս եւ այլ աշխատանքները իրականություն են դարձել ոչ միայն համայնքային բյուջեի հաշվին, այլև համայնք կառավարություն սերտ համագործակցության, պետության մի շարք աջակցող եւ օժանդակող ծրագրերի շնորհիվ։ Ինչ խոսք, մեծ է նաեւ համայնքի եւ տարբեր բարեգործների, ՀԿ-ների փոխգործակցության դերն ու նշանակությունը Անիի շենացման հարցում։ Համայնքի զարգացման գործում ներդրում ունեցած անձինք ու կազմակերպությունները պարգևատրվեցին պատվոգրերով եւ շնորհակալագրերով, արժեվորելով նրանց կատարած
աշխատանքը։ Տոնական ծրագրի մշակութային հատվածում ելույթ ունեցան Մարալիկի երաժշտական եւ արվեստի դպրոցի սաները, ինչպես նաեւ երգիչ երգահան Անի համայնքի պատվավոր քաղաքացի Վարդան Ուրումյանը։ DJ Միլին եւ հայկական Նեմրա ռոք խումբը պարային հիանալի ռիթմեր փոխանցեցին անեցիներին, այս տարի եւս համայնքի օրը անմոռանալի դարձնելով։ Անի համայնքի օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց տպավորիչ հրավառությամբ, գեղեցիկ ավարտ տալով համայնքի ամենասպասված տոնական օրերից մեկին։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին բուժհաստատությունների միանալու գործընթացը ընթանում է բնականon։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով շարունակվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր պոլիկլինիկաների, լաբորատորիաների եւ դեղատնային ցանցերի ներգրավումը, որոնք շարունակում են հայտեր ներկայացնել համակարգին միանալու համար։ Նախարարի տեղեկացմամբ առողջության ընդհանուր ապահովագրության շահառուների թիվն հասել է արդեն 1.7 միլիոն։ Աճը պայմանավորված է մի քանի գործոններով, ավելացել է Հայաստանում 183 օր ռեզիդենտների թիվը, ինչպես նաև 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացող աշխատողների թիվը, որոնք արդեն ընդգրկվել են համակարգում։ Նախարարը վերահաստատել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգին կմիանան նաև քաղաքացի իրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայությունների վարորդները եւ բոլոր պաշտոնապես գրանցված աշխատողները, անկախ աշխատավարձի չափից։ Օրենքով սահմանված բոլոր միջոցները ձեռնարկվում են ապահովելու անազատության մեջ գտնվող անձանց, այդ թվում հացադուլ իրականացնողների իրավունքների պաշտպանությունը։ Նախարարը շեշտել է, որ բուժծառայություններից օգտվելու իրավունքը կարգավորվում է օրենքով, իսկ պետության առաջին նպատակն է ապահովել անազատության մեջ գտնվող բոլոր անձանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները։ Նրա խոսքով էական բարելավումներ են իրականացվել նաև հոգեկան առողջության ազգային կենտրոնում, որտեղ անազատության մեջ պահվող անձանց բուժման եւ պահման պայմանները զգալիորեն փոխվել են, համապատասխանելով առավել բարձր չափանիշների։ Քննարկվում է նաև պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող նոր խմբերի ընդգրկման հարցը, իսկ 2028 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է համակարգում ներառել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում գյուղատնտեսությամբ զբաղվողներին, ուսանողներին եւ մյուս խմբերին, որոնք միջ այդ չեն ընդգրկվել ծրագրում։ Գայանե Հովանիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները։ Հիշեցվել է, որ ներդրումային կոմիտեի 5-րդ նիստի շրջանակում որոշվել էր ստեղծել ջրածնի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացներ կանաչ ջրածնի ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների եւ տեխնոլոգիաների բացահայտման ուղղությամբ։ Ընդգծվել է, որ սույն խորհրդակցության նպատակը Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման շուրջ աշխատանքային խմբի եւ խորհրդատվական ընկերությունների ուսումնասիրությունների արդյունքում մշակված առաջարկների վերաբերյալ քննարկում իրականացնելն է։ Հաջորդիվ ներկայացվել է կանաչ ջրածնի զարգացման իրավական շրջանակը, կիրառման ոլորտները, անդրադարձ է կատարվել երկարաժամկետ ռազմավարական լուծմանը, որն ուղղված է լինելու էներգետիկ համակարգի ածխածնազերծմանը, արտանետումների կանխարգելմանը, կանաչ տաքսոնոմիայի պահանջներին եւ այլն։ Անդրադարձ է կատարվել նաև կանաչ ջրածնի արտադրության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ սցենարներին։ Ներկայացված ուսումնասիրությունների եւ առաջարկների շուրջ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտարկումներ էներգետիկ փոխակերպման մեջ կանաչ ջրածնի արտադրության մեթոդների շուրջ։ Վարչապետը կարևորել է աշխատանքային խմբի եւ խորհրդատվական ընկերությունների կողմից տրամադրված ուսումնասիրությունները, ընդգծել գիտական համայնքի հետ համագործակցությամբ եւ միջազգային փորձի ներդրմամբ կանաչ ջրածնի արտադրության պիլոտային ծրագրի իրականացման անհրաժեշտությունը։ Երկրի ղեկավարը հանձնարարել է առաջիկայում ներկայացնել զեկույց պիլոտային ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպան Մարագոսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին 26 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված համապետական խորհրդարանական ընտրությունների արդյունքների առիթով։ Ընդգծվել է Եվրոպական միության պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության և զարգացման։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անդամ պետություններին ընտրությունների առիթով հնչեցված գնահատականների և շնորհավորանքների համար։ Վարչապետն ընդգծել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումների օրակարգի առաջմղմանը Եվրոպական միության աջակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ դիմակայունության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։ Կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխգործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ 2026 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան։ Նախարար Պապիկյանը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ շրջել է կենտրոնական հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին եւ զրուցել զորակոչիկների հետ, մաղթելով նրանց բարի ու անվտանգ ծառայություն։ Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է նաև հաշվառման կառավարման ավտոմատացված համակարգին, որը ներդրվել է 2026 թվականի ամառային զորակոչի ընթացքում։ Համակարգի միջոցով նախատեսվում է թվայնացված եղանակով կառավարել զինծառայողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, այդ թվում ծառայության ընթացքին, տեղափոխություններին, արձակուրդներին, առողջական վիճակին եւ այլ գործընթացներին վերաբերող տվյալները։ Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինծառայողների բժշկական հետազոտությունների կազմակերպման եւ այլ միջոցառումների կատարման վերաբերյալ։ Նախարարը հանձնարարականներ է տվել զորակոչի գործընթացին ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին գործընթացը պատշաճ անցկացնելու համար։ Պարոն նախարար, Ռազմական ակադեմիայի ճաշարանի հանդիսավոր բացման արարողությանը պատրաստ ենք։ Ողջույն ձեզ։ Ողջույն պարոն նախարար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 30-ին այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա եւ մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Նախարար Պապիկյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված եւ նորագույն տեխնոլոգիաներով համալրված ճաշարանում, ծանոթացել դրա տեխնիկական հագեցվածությանը, պայմաններին եւ ընձեռած հնարավորություններին։ Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է նաեւ սննդի մատուցման գործընթացին։ Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով։ Կուրսանտների հետ զրույցում նախարարը հարցեր է ուղղել նաև պետության կողմից տրամադրվող հիպոթեկային վարկավորման ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորությունների վերաբերյալ, առանձնահատուկ ընդգծելով, որ ծրագրի իրականացման ընթացքում ծագող ցանկացած խնդիր պետք է բարձրաձայնվի եւ քննարկվի։ Այնուհետև նախարարը շարունակել է շրջայցն ակադեմիայի տարածքում ծանոթացել գրադարանակումբի, թանգարանի եւ հյուրերի ընդունման համար նախատեսված սրահի շինարարական լայնածավալ աշխատանքների ընթացքին։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձինք ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք եւ նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։ Ուրիշ երկրներ քո տունը փոխարկեմ Գերամ ջան։ Այդպես չի պետք է լինի։ 7 լեփ քանոք այդ խաբարարը ասեք գա։ Կարող եմ ամաչմա ներնաբար չեմ մտնում։ Գիտես թափով փողա տալի է։ 100%։ Այդ տասի գերա մեկա թափով միացրամեջ տաները տակ կսարկես։ Բալը մատալը։ Տաները տակ կսարկես ասած։
Դու Արմատի ամեն կապետն ես, չէ՞, Արման ջան, ասում եմ, փոքր Արմատն է կոննան։ Ես էլի չեմ վախում, բայց դարձած մենք մեզով էլի աշխատել ենք պետքի բիբիշկაზე խնդի չկա։ Անունները մենակ, հեռախոսյանը մեզ պետք է կապտի։ Ասպոր մասով դեպի արձելի քեշով աշխատավարձ է։ Հա, հովնա, տաշիցինա։ Այդ տղեն ա ծաղը չափը իր ձեռը։ Հա, Հա, հովնա, այսի տաշիցինա։ Այսի տաշիրի հենց ծամոյի բանն այն դրածն աստե։ Բայց ինքը տաշիրցի է։ Հա, շտաբի հայտը։ Փողի թեման ասել են կան չխոսանք։ Վեց հոգու անուն պետք է գելը, ամուսի հազարով աշխատավոր կապտել ումը գնից ախպեր։ Հա նայք, ոչ ամես մարի գնին փողոներ մի բան անի։ Ախպեր, ռոջիկը աշխատավաստեր կտարես, քանի օրից կտամ օվանջան է, կարազա ռոջիկ մարդը։ Ոպար չտա աստված սրանք ես ռուկն ես տան, թողում են գետանք խոտան։ Ախպերս, նետաշոկ կրի լիքը թեմաներ կա աստե։ Բանջանը տամոտ բանջը ամեն ընկերոջը բարեք, ախպեր պետք է, վերջու հետ իմ խատն ես կան արել եմ գիրում, պետք է ձեր տան ախպեր, իմանակ ինչ է, կողքից եմ, ինչ եմ է խի ռոջիկ ախպեր, էտի եսի ոչ իրար ջեբից է ոչ է, էտ ամոտ բանջը բադու վազը մեզ։ Ես կասեմ էտի վաղը, ես հիմա եսել է ասել եմ բերեն իքու զայները բերեն նոտա մացել է, չավադանով պոլ է կվաշտի պոլ աշխատավարձ ու տալու չէ։ Այդ մանուկ է կանանեցի։ Հա։ Երկու հարու բերեն, երկու չէ վերցը։ Ինչ է? Երկու չէ վերցը, իրվան է տակի։ Ես եկել կոր։ Ոնց անենք վաղվա վրա մի հատ իսկոտ ցուցակներ կա հավքենք տենանք ինչ։ Վաղվայտ կա։ Արագորեն մի 30 հոգի տանք ունենք հայտարարուչ։ Ախպեր ասում մարդ բերեք, եթե պատասխանատվություն գցեն վրեզ ես պետք է ցույց տամ ախպեր։ Ստեստը գյուղում ամեն պետք է։ Ախպեր հա 25 հոգի կա։ Գյուղում պետք է 25 հոգի։ Հիմա ես քիչ ուրիշ հարց եմ տալի։ Հիմա ես որ 10-ով կանեմ ախպեր։ Կարամ 100 հոգի ճարեմ, կարամ 200 հոգի ճարեմ։ Թող իրանք իրար գնան։ 5 հոգին տեսել ենք ախպեր։ Հիմա իրանք իրար եկել են դալշ եթանք առաջ ախպեր։ Դուր 15 հոգիս երկրորդ մեջ ճարել ենք, 50-ը կճարենք, 60-ը կճարենք։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։ Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել։ Վրաստանի կառավարության տվյալով հատուկ ուշադրություն է դարձվել բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների զարգացմանը, առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնմանն ու երկկողմ զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆն ուղևորվել է Կատարի մայրաքաղաք Դոհա։ Այնտեղ այսօր սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները։ Վիտքոֆն այժմ Դոհայի ճանապարհին է, հաղորդել է CNN-ը հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։ Թե արդյոք Վիտքոֆին ուղեկցում է Միացյալ Նահանգների նախագահի փեսա Ջարեդ Քուշները, չի նշվում։ ԱՄՆ նախագահը առանց անուններ նշելու լրագրողների հետ զրույցում ասել է. նրանք արդեն մեկնել են կամ մեկնում են Կատար։ Այս հանդիպումը միգուցե կարևոր լինի, միգուցե ոչ։ Տեսնենք, հավելել է Թրամփը։ Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ Թեհրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնպես այդպես վարվի։ Փոխըմբռնումը երկկողմ գործընթաց է։ Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա համաձայնագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները։ X սոցիալական ցանցում գրել է Մասուդ Փեզեշքյանը։ Նա հավելել է, որ սպառնալիքների նկատմամբ Թեհրանի մոտեցումը հիմնված է բանականության եւ մարդկային արժանապատվության վրա որոշումներ կայացնելիս, ինչպես նաեւ անվերապահ պաշտպանության վրա, երբ խոսքը գործողությունների մասին է։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային էլ ավելի ուշ հայտարարել էր, որ առաջիկա օրերին Թեհրանն ամերիկյան կողմի հետ շփումներ չի պլանավորում կատարում։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին նույնպես հերքել էր լուրը, թե կողմերի միջև նախատեսվում են բանակցություններ։
Ռուսաստանի մի քանի մարզում գիշերը խոցվել է ուկրաինական 419 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել է Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ գիշերվանից ի վեր Մոսկվայի ուղղությամբ արձակված 56 ԱԹՍ է խոցվել։ Մասնագետներն աշխատում են բեկորների անկման վայրում։ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրում ուկրաինական հարվածներից զոհվել է 42 մարդ, վիրավորվել 327-ը։ Օրիոլի մարզի ղեկավարն էլ հայտնել է, որ տարածաշրջանի լցակայանները բենզին կվաճառեն ըստ պետհամարանիշների սահմանված գրաֆիկով հերթերից եւ իրարանցումից խուսափելու համար։ Ավելի վաղ բենզինի եւ դիզելային վառելիքի սահմանափակումների մասին հայտարարվել էր Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում։ Ուկրաինան էլ հայտնել է, որ հունիսի 29-ին ռուսական հարվածներից Դնեպրում զոհվել է 6 մարդ, 29 մարդ վիրավորվել է։ Զապորոժիեի մարզում նույն օրը զոհվել է 3, վիրավորվել 7 մարդ։ Գիշերն անհայտ անձը Մոնակոյում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրել։ Պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հետ սահմանին գտնվող Հայր Լուի Ֆրոլիայի փողոցում։ Հանրային անվտանգության վարչության նախնական տվյալների համաձայն տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է անհայտ անձը դեպքի վայրում թողել լուսապարկ, որը պայթել է մարդկանց մոտենալուց հետո, հաղորդում է BFM TV-ն։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 մարդ, որոնցից 2-ը ծանր վիճակում է։ Ֆիգարոյի տվյալներով տուժել են ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևը, նրա կինը եւ երեխան։ Երմոլաևը Ալեֆ կորպորացիայի հիմնադիրն է, Դնեպրի խոշորագույն կառուցապատողներից։ 2021 թվականին Forbes Ուկրաինան Վադիմ Երմոլաևին ներառել է 100 ամենահարուստ ուկրաինացիների ցանկում $220 միլիոն կարողությամբ։ Մոնակոյի պետական նախարարը BFM TV-ին հայտնել է, որ նախապես հաղորդված 3 տուժածներից բացի հոսպիտալացվել է եւս 4 մարդ։ Միջադեպը Մոնակոյի իշխանությունները որակել են որպես ահաբեկչություն եւ նշել, որ դա պատմության մեջ առաջինն է։ Պերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքները։ Ժողովրդական ուժ կուսակցության տեխնացու Կեյկո Ֆուխիմորին հաղթել է երկրորդ փուլում, ստանալով քվեների 50.13%-ը։ Նա իր մրցակից Ռոբերտո Սանչեսին գերազանցել է 49641 ձայնով։ Սանչեսը հավաքել է ձայների 49.86%-ը։ Ֆուխիմորին պաշտոնը կստանձնի հուլիսի 28-ին 5 տարի ժամկետով, դառնալով Պերուի 9-րդ նախագահը վերջին 10 տարվա ընթացքում։ Ըստ Բլումբերգի քվեարկության արդյունքները ընդգծում են Պերուի հասարակության պառակտումը եւ վտանգում են այն սրել։ Դավիթ Մուրադյան։ Չարենցավանի խորենացի ռուսով թաղամասերի գլխավոր ճանապարհը երթևեկի համար անհամեմատ դառնում է ավելի հարմար։ Առաջին անգամ Չարենցավանում եղել եմ մի 30-35 տարի առաջ։ Շատ տարբերություններ կա։ Մեծ փոփոխություններ։ Արդեն 2 տարի է Վարուժան Խաչատրյանի համար Չարենցավանը մշտական բնակության հասցե։ Տեղափոխվել է Երևանից ու 5-րդ հարկի իր տան պատշգամբից ամեն օր է հետևում քաղաքում տեղի ունեցող փոփոխություններին։ Ամիսուկես 2 ամսվա ընթացքում ամեն ինչը արվեց, բարեկարգվեց, նորոգվեց։ Գործն ավելի արագ կանեին, եթե եղանակային պայմանները թույլ տային։ Առատեղումներով պայմանավորված շինարարությունը կազմակերպում են որոշ դադարներով։ Վաքերը դնելուց հետո մի երկու լավ անձրև եկավ, վաքերից քշել էր ահագին, նորից քանդել, թազա տեղադրել ենք։ Մոտ կիլոմետր 200 մետր ճանապարհահատվածը սուբվենցիայով է հիմնանորոգվում։ Կառավարությունն ու համայնքը գործը գլուխ բերելու համար համատեղ գրեթե 133 միլիոն դրամ են ներդրել։ Սուբվենցիոն գործիքից Չարենցավանը մյուս խոշոր համայնքների հետ համեմատ ավելի ուշ է սկսել օգտվել։ Առաջին ծրագրերը հավանություն են ստացել 2024-ին, 2025-ին արդեն նախագծերը մտել են իրականացման փուլ։ Փոքր ծրագրեր եղել է, բայց բավական երկար ժամանակ սուբվենցիոն ծրագրեր չենք ունեցել։ Այսինքն մեկնարկը կարելի ասել տրվել է մանկապարտեզներով, էլի։ 2025-ից միանգամից 2 մանկապարտեզ են սկսել նորոգել 693 միլիոն դրամ ընդհանուր բյուջեով։ Ամենամեծի Ծիծեռնակի նորոգված մասնաշենքն արդեն պատրաստ է, նույնիսկ նախարարությունից գույքն են ստացել։ Փոքրիկ չարենցավանցիներին ընդունելու նախապատրաստական վերջին աշխատանքներն էլ գրեթե ավարտում են։ Գույքն էլ է նոր, հարդարանքն էլ է նոր, ամեն ինչ նոր է, նորովի սկսելու ենք։ Մանկապարտեզների նորոգման դեպքում կառավարության ու համայնքի ներդրման համամասնությունը 70-30 է։ Չարենցավանը համայնքային կարիքներից ելնելով նոր ծրագրեր է առաջ բերել օրակարգ։ 2 թաղամասերի գազաֆիկացման ծրագրով ենք դիմել եւ ստացել ենք դրական եզրակացությունը, այս պայն արդեն գտնվում ենք գնումների գործընթացի փուլի մեջ։ Ամբողջությամբ նորոգված լուսաբաց մանկապարտեզում էլ շինարարությունն ավարտված է, սպասում են գույքի, անմիջապես հետո արդեն երեխաներին։ Երեխայք նոր մեր մոտ են, մենք ուրախանում ենք։ Գրեթե 30 տարի Ալբերտ Իսրայելյանը երեխաներին ու աշխատակիցներին առաջին ընդունողն է, վերջին ճանապարհողը։ Նույնիսկ շինարարության ընթացքում է ամեն օր տարածքում եղել։ Ուզում եք զգալ, որ արդեն իսկ տեսա էլ ասի չէ, մի քանի բաներ
վայելենք։ Մեծ ընդարձակ այս մանկապարտեզը նախկինում աշխատում էր ունեցած պոտենցիալի 15%-ով միայն, նորոգումից հետո արդեն կարող են 300-ից ավելի երեխայի ընդունել։ Հյուսիս-հարավն ակտիվ շինարարական ընթացքի մեջ է։ Հունիսի 27-ին շինհրապարակում էին Իրանի փոխնախագահն ու արտգործնախարարի տեղակալը, Հայաստանի փոխվարչապետն ու տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը, ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրենը, երկու երկրների դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, ազգային ժողովի падգամավորներ եւ այլ հյուրեր։ Ներկաները շրջայց կատարեցին Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր ճանապարհահատվածի արդեն իսկ փորված երկու թունելներում, ծանոթացան կատարված աշխատանքին։ Սա շատ դժվար աշխատանք է։ Նման լեռնային պայմաններում թունելներ ու կամուրջներ կառուցելը ողջունելի է։ Այս նախագիծը ազդելու է տարածաշրջանի բոլոր երկրների վրա։ Նույն գործը իրականացվում է նաև իրանական կողմում, որպեսզի երկու ճանապարհահատվածները միանան իրար։ Շրջայցին հաջորդեց պաշտոնական արարողությունը։ Հյուրերն ընդգծեցին նախագծի կարևորությունը տարածաշրջանի համար եւ մաղթեցին բարի ընթացք։ Վերջին տարիների ընթացքում Իրանի եւ Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը բազմաթիվ անգամ աճել է։ Իրանը ու Հայաստանը բացի համագործակցությունների զարգացումից այլ տարբերակ չունեն։ Սա բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից։ Մենք աջակցում ենք տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը։ Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման արարողությունից հետո հանդիսավոր արարողությամբ տրվում է հերթական թունելի աշխատանքների մեկնարկը։ Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի խոսքով Քաջարանի թունելի կառուցումը հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է, որը հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը։ Թունելը հագեցած է լինելու ժամանակակից անվտանգության համակարգերով, ինչը կարևորագույն նշանակություն ունի, ինչպես նաև մենք Քաջարանի թունելով կշրջանցենք Մեղրու լեռնանցքը, որը ճանապարհը կկրճատվի շուրջ 40 րոպեով 14 կիլոմետրով։ Բարգուշատի թունելի հետ կապված հիմա բանակցություններ են ընթանում ֆրանսիական կողմի հետ, որը եւս նախատեսվում է բանակցությունների ավարտից հետո նաև համապատասխան գործընթաց իրականացնել։ Թունելով կշրջանցվի Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը անանցանելիության հետ կապված դժվարություններից, նշեց Դավիթ Խուդատյանը։ Շուրջ 50% կատարողական ունենք Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածի շինարարության հրապարակում, մենք այսօր այնտեղ այցելեցինք։ Երկու թունելների փորման աշխատանքները ավարտվել են այդ հատվածում, բետոնացման աշխատանքներ են իրականացվում, 15 կամուրջներից 14-ում ինտենսիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այսօրվա մեկնարկով Հայաստանում նոր ավելի մեծ շինհրապարակ ունենք, որը Քաջարանի թունելի կառուցման շինարարական հրապարակն է, 7.2 կիլոմետր երկարությամբ թունելի, որը պիտի կապի հյուսիս-հարավի կարևոր մի հատված, ապահովի անխոչնդոտ անցում շրջանցելով Մեղրու լեռնանցքը, որը ծովի մակարդակից Հայաստանի ամենաբարձր ճանապարհային հատվածն է, եւ այստեղից հնարավոր կլինի ավելի կարճ ժամանակահատվածում հասնել դեպի Քաջարան քաղաք եւ հետո շարունակել երթևեկությունը դեպի Սիսիան եւ դեպի մայրաքաղաք Երևան։ Ուրախ եմ արձանագրել, որ իրանական ենք ապալառու ընկերության հետ, որի հետ աշխատում ենք նաև Քաջարան-Ագարակ հատվածում, իրենց հետ մեր գործերը ըստ օրացիային գրաֆիկի են ընթանում եւ դա մեզ տալիս է վստահություն, որ Քաջարանի թունելն էլ պիտի շարունակենք օրացիային գրաֆիկին համապատասխան իրականացնել։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում, հնարավորություն տալով ճանապարհը կրճատել 40 րոպեով։ Աննա Մելքումյան, Արթուր Հերապետյան։ Վանաձորում մեկնարկեց ընտրողների ներգրավվածություն խորագրով տարածաշրջանային աշխատաժողովը, որի նպատակն է խթանել քաղաքացիական ներգրավվածությունը եւ ներառական մասնակցությունը Հայաստանում սպասվող 2026 թվականի տեղական ընտրություններին եւ համայնքային կյանքին։ Աշխատաժողովը կազմակերպված է Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարումը Հայաստանում ծրագրի շրջանակում։ Այստեղ էլ նպատակը համայնքային մակարդակում մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելն է, նաև ընտրելու իրավունքի կարևորությունը ընդգծելը, հատկապես երիտասարդների, կանանց եւ խոցելի խմբերի շրջանում։
Աշխատաժողովին մասնակցում են ՏԻՄ եւ համայնքային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սեմինարները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ բնակչության իրազեկվածությանն են միտված եւ այս տեսակետից հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց կամ այլ խոցելի խմբերի, որպեսզի այդ մասնակցությունը լինի ավելի ամբողջական, ավելի լրիվ եւ այս իմաստով բնականաբար Վանաձորի համայնքապետարանը հետաքրքրվածություն պիտի ցուցաբերեր մեր իրավասության շրջանակներում մենք ունենք պարտականություններ ընտրատեղամասերի պատշաճ կահավորման, դրանց հարմարելիության, այդ տեսակետից, այնպես որ կարծում եմ շատ արդյունավետ քննարկում է գնում, հավաքված են տարբեր համայնքներից ներկայացուցիչներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, կարծում եմ նման միջոցառումները մինչև ընտրությունները անշուշտ կարևոր են։ Հատկապես կարևորվում է, որ բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին ընտրություններով չի սահմանափակվում, նաև դրանից հետո որոշումներ կայացնելիս եւ այլն, օրենսդրորեն դրանք բոլորը ամրագրված են, բայց իհարկե նաև պետք է այնպես անել, որ այդ ամենը տեղի ունենա իրականում նաև շատ ավելի արդյունավետ եւ այստեղ քննարկում են տարբերակներ են ներկայացնում, բաներ գիտեինք մենք, որ կիրառում էինք, իհարկե նոր բաներ ենք իմանում փոխադարձ քննարկումները փորձը օգտագործելու տեսակետից, այնպես որ սրանք խոսքեր չեն մնալու սեմինարի ընթացքում, դրանք անշուշտ գործնականում կիրառություն կգտնեն մեր հետագա աշխատանքների ընթացքում։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին եւ մշակեցին գաղափարներ, որոնք կարող են նպաստել համայնքային ընտրություններին քաղաքացիների ավելի ակտիվ մասնակցությանը։ Խմբային աշխատանքի միջոցով քննարկվեց եւ ներկայացվեց նաեւ ընտրություններին մասնակցելու ընթացքում հանդիպող դժվարությունները եւ դրանց լուծման հնարավոր ուղիները։ Հատուկ ուշադրություն դարձվեց արդյունավետ հաղորդակցության եւ իրազեկման միջոցների մշակմանը։ Աշխեն Սուքիեսյան, Հայկ Վարդանյան,